Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարին հյուրընկալել եմ քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարի ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Պողոսյան, ուզում եմ ձեզ հետ քննարկել խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակներում 5 հայ փորձագետերի այցը Բաքու եւ Բաքվի հանդիպման արդյունքները։ Ընդ որում սոցիալական ցանցերում եւ քաղաքական դաշտում քննարկման մեծ առարկա են դարձել, որտեղ ամեն դեպքում միանշանակ չի ընդունվել։ Ոմանք ընդդիմության ներկայացուցիչները, հատկապես դաշնակցականները, դավաճաններ եւ այլն։ Հիմա ուզում եմ հասկանալ, արդյոք նման նախաձեռնությունները հրատապ են ոչ ժամանակին են եւ Արեգ Քոչինյանը հայտարարեց, որ Facebook-յան էջում էլ գրել է, որ եթե քաղաքական դաշտի ներկայացուցիչները չեն հավակնում այս գործընթացին օգնել եւ չեն հասկանում կամ քաղաքական ապուշներ են կամ ընդհանրապես սրիկա են։ Չէ, գործակալ են։ Չէ, սրիկա բառը կա։ Ես լսել եմ։ Դուք լսել եք։ Այո։ Հիմա ուզում եմ հասկանալ որքանով է այս գնահատականը իրատեսական եւ իրավացի եւ ընդհանրապես ինչու ենք ամեն մի այսպես ճակերտավոր լավ դա լավ լինելը պետք է քննարկենք որ հասկանանք որքանով է լավ ամեն դեպքում սրանք քայլ են դեպի խաղաղություն ինչու ենք այսքան սրերի վրա ընդունում այսինքն ինչ քայլ են անում դեպի խաղաղություն ես չեմ հասկանում փոխադարձ հանդիպումներ նախ եւ առաջ ինչ մարդիկ են գնացել ինչ մակարդակով են գնացել այդ առաջին դրանք ովքեր են մենք մեր ազգը հարգեր են մուծում Նիկոլ Փաշինյան ինձնից հարցրել է որ իրանց ուղարկել այնտեղ ինքնավորոշումը կայացրել պետական փողից վերցրեց իրանց տվեց 17 միլիոն դրամ ուղարկեց այնտեղ մենք նալոգներ ենք մուծում չէ այսինքն այդ ինչ է նշանակում ովքեր են դրանք որպես Օրինակ դուք կընդգրկվեիք այդ նախաձեռնության մեջ դուք ցանկություն կհայտնեիք գնալ ինչու բան չեմ ինչու ես նամուս ունեմ նամուս թե էմոցիաները ձեզ կխանգարեն չէ այսինքն նայեք ու մոտ եմ գնում խոսքինա ու մոտ այն պետության մոտ որ 20 թվին ու միջև 20 թիվ ամեն օր սպանություն ամեն օր սնայպերներ բան 20 թվին մենք այդ սաղ կադրերը տանում ենք չէ տեսել ենք որ մեր պապիկին վերցնում են մորթում են բռնաբարություններ Ղարաբաղում մեր հայ աղջիկներ զոհվել են Ջերմուկում մենք տեսել ենք չէ ինչ վիճակում են եղել 9 ամիս բլոկադայի մեջ նույն այդ մարդիկ գալիս են Երևան որ բլոկադա երեխեք առանց հանց առած երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օրվա հացը ավելի մեծ քանակով եղել կամ Ղարաբաղում 23 թիվ մենք գիտենք ինչ են արել չէ միջև այդ 21 22 դրանք մտել են մեր սուվերեն տարածքի մեջ գրավել են 240-ից ավել կարակուսի կիլոմետր մեր սովիրեն տարածք մեր տղերք նստած են Ադրբեջանում բանդում արդեն 2 տարի կա որ նստած են միջև այդ մեր գերիները ընդեղ են ու կանակը չեն ասում ցուցակը չեն ներկայացնում ես ասում ինչու համար կարող է դրա համար որ այդ տեղերը այն վիճակում են եղել կամ արդեն չկան դե ընդ որում մենք ունենք չէ տեղեկություն որ սայլակների կարիք ունեն սնունդը նորմալ չի չգիտենք ինչ վիճակում են գտնվում այդ առաջինը ամեն օր մենք լսում ենք իրանց կողմից պահանջներ Սևանը մերն է Զանգիզուրը մերն է չեն ասում Երևան ասում Երևանը մերն է ամեն ինչ իրանցն է դե այդ հարցերը քննարկվել են հանդիպումների դրանք ովքեր են որ գնում են արտաքին գործերի նախարար կա թող գնա քննարկի փորձում են մեղմացնել, փորձում են ինչ-որտեղ նախաձեռնության անդամներ։ Լավ, վերջացրեք, մի ինձ բանալ։ Ձեզ ինչ է չի գոհացնում, ձևաչափը, թե մարդիկ ովքեր որ գնացել են ընդհանրապես այդ պայմանները որ դնում Ադրբեջանը, սահմանադրություն օրենքների պիտի փոխես, որ դու գնում ես դու թույլ բան ես դառնում թույլ պոզիցիա ես սկսում բանակցությունները։ Այսինքն ամեն անգամ քեզ ասում են
նայեք, մենք ասում ենք դիմարկացիա, դիմիլիտացիա, որ Նիկոլ Փաշինյանն ասում է։ Լավ գնացել ես Թավուշի շրջան, Թավուշի մարզում դիմիլիտացիա, դիմարկացիա հասկացրել ես։ Դրանք իրան զորքը հետ են քաշվել։ Իհարկե ոչ։ Մնում են, չէ։ Բացի դրանից որ մնում են, ուժեղացնում են իրենց դիրքերը։ Ինժեներական գործեր են անում։ 4.5 միլիարդ փող են ծախսում զենքի համար, զենք զինամթերքի համար։ Ում դեմ։ Մատով ցույց տեք, ռուսի դեմ, ռուսը իրանց 2 ժամից հետո ոչնչացնելու է։ Պարսիկի դեմ ժամու կեսից իրանց ոչնչացնելու է։ Ում դեմ։ Վրաստանի դեմ, իհարկե ոչ։ Մեր դեմ։ Այսինքն եթե դու ինչ պատերազմին ես պատրաստում, որ 4.5 միլիարդ դոլար փող ես ծախսում։ Ես մի իրանց հավատում, որ ես ապուշ չեմ, որ այնց կակաս ես քաղաքական ապուշ չեմ, որ ես գնամ հավատամ։ Ապուշներ կարան գնան հավատան։ Զինվում են, ամեն ինչ անում են, պահանջների դնում են։ Ամեն օր գնում են, ասում են Թուրքիայի հետ խաղաղության պայմանագիր են ստորագրել, Թուրքիան էլ Ֆիդանել մի քանի օր առաջ ասել, միջև ադրբեջանցիների հետ հարցերը չլուծես, մոռացի։ Ես, բայց նայեք, իրանց ռիտորաբանությունը չի փոխվում 28 տարի, 94 թվից, 93 թվից, որ մենք ասում ենք առանց նախնապայմաններին նախապայմանների հետ մենք Թուրքիայի հետ պատրաստ ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, Թուրքը միշտ համարյա 30 տարի ասում է, միջև դու այն պահանջները, որ դնում Ադրբեջանը չես անելու, ես քո հետ ոչ մի բան չեմ ստորագրելու։ Ես այն ժամանակ ասեցի, այն օրը, որ մենք գնանք ստորագրենք, նշանակում է մենք իրանց պահանջների հետ համաձայնենք։ Էդ է ստացվում։ Ում հետ ենք մենք գնում, նայեք։ Ես չգիտեմ, կարող է այդ մարդիկ, որ գնացել են տեղյակ չեն Ադրբեջանը ինչով է զբաղվում։ Իրանց հատուկ ծառայություններ, տարբեր կառույցներ։ Դրսում ահագին փող են ծախսում, այս պատմությունը ինչ որ եղել է բան փոխում են, մեր դեմ աշխատում, նույնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեր են աշխատում, մեր դեմ, գնում են Եվրոպա, ասում են չէ, այս պատմությունը սենց չեղել, էդ է եղել, փող են տալիս, որ մարդիկ ուրիշ ձև մտածեն մեր մասին, միջև այսօր աշխատում են, միջև այսօր դրանք աջակցում են իրանց բնակիչներին, որ պատրաստ են նոր պատերազմին, այդ ռիտորիկայի, որ մենք լսում ենք, այդ ինչ է, այդ նույն պատրաստությունն է։ Քանի որ դրանք զինվորական չեն, բան չեն հասկանում պատրաստումը ոնց են պատրաստում։ Այսպես անգրակիտ բաներ են ասում։ Ուրեմն բացի դրանից Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը համագործակցում են աղբիչների հետ։ Մինչև այսօր իրանց հատուկ ծառայությունները աշխատում են աղբիչների հետ, արաբական երկրներում, Պակիստանում։ Մենք շատ լավ հիշում ենք, որ մի շաբաթ առաջ, 10 օր առաջ Հնդկաստանում աղբիչներ բաներ են փայտացրել, չէ, ահագին զոհ են ունեցել բան Դելայում եւ Կարմիր ֆորտում։ Հիմա որ Հնդկաստանի հակահետախուզություն հետևում է, ով է, ինչ, սաղ ճանապարհը գնում է Պակիստան եւ Անկարան։ Այսինքն մենք էլ շատ լավ գիտենք, որ Թուրքիան համագործակցել է մեր դեմ, Մուրադ Սուլտանի հետ, Ջիխարապ Անուսայի հետ, Իգիլի հետ, Տախիր Ալ-Շախիր, ֆրանսուսկի լեգիոն, sense բանել կա, լիք աղբիչների հետ համագործակցում է աշխատել է։ Նույն հիմա Ջուլանի, որ նստած է Սիրիայում, ԽՏՇ-ն նախկին բան ա եղել, Ան-Նուսրան։ Միջև այսօր մուսուլմանական աղբերներ, այդ հիմա ամերիկան ճանաչեց որպես աղբիչներ։ Միջև այսօր աղբիչների հետ աշխատում է, ֆինանսավորում է, Թուրքիան որպես պետություն համարվում է աղբիչներին ֆինանսավորող պետությունն է։ Մենք ում հետ ենք գնում պայմանագիր ենք ստորագրում։ Այսինքն մենք էլ ստացվում է այն պետությունը ես գիտեմ ինչ եք ասել, բայց Եվրոպան բամիաս Բացի Եվրոպան, ինչ եթե նման քայլերով կարելի է գնալ խաղաղության, այսպես ասած։ Մի փոքր նվազեցնել այս լարվածությունը, չդիմել այդ քայլերին։ Դուք խաղաղություն չեք։ Նախ առաջ նայեք։ Դուք գործակալ եք եւ ուրիշ պետության շահերն եք այստեղ պաշտպանում, որտեղ է մնում Հայաստանի Հանրապետության շահը։ Այսինքն դուք չեք ուզում են գնանք խաղաղության։ Ում հետ, աղբիչների հետ։
մեր հարևան պետության հետ։ Այդ ձեր համար այնք հարևան պետություն։ Ինչ եք առնելու դեր։ Իժան ջինս եք առնելու։ Իժան կոշիկ եք առնելու։ Ինչ եք առնելու։ Միջև երբ ենք այդպես թշնամի։ Մի վարքան։ Ախ դուք Ժողովուրդ ջան, դուք sense եք մտածում է։ Խաղաղություն գին ունի։ Այդ գինը որ մենք գնում ենք խաղաղություն պայմանագրի։ Չեք տվել այդ գինը։ Արցախը տվեցին։ Ալաս աղմեի շար սպասում է մեզ։ Չէ, այդ ամենից չավարտել է որ։ Իրանց պետական ալիքների մի հատ նայեք։ Քարտեզները նվեր են տալիս քարտեզը, դեղ այդ Էրդողանին։ Իրան կուսակցության ղեկավարը։ Քարտեզները նվեր են տալիս այդ սպասեն, Սիրուն Ռամկով սարկած։ Հայաստանը չկա այդ քարտեզի մեջ։ Նայեք Թուրքիան այս կանի արդեն մոտ 300 տարի անցավ։ Նոր շանս են ստացել Ադրբեջանի հետ միանան, ու դուք եթե մտածում եք, որ Թուրքիային կբավարարվի, որ մեր միջոցով անցնում է, այս տարածքը էլ մնում է մեր կոնտրոլի տակ, մեր ուսուցան տակ, Թուրքիան անցնում է, դուք շատ սխալվում եք։ Թուրքիան էդի պետք չի։ Թուրքիան ասում է, մենք հույսով ենք, շատ շուտով, մենք ու Ադրբեջանը սահման չենք ունենալու։ Ես չեմ ասում, դրանք են ասում։ Հիմա եթե ամփոփենք, այս այցերը չպետք է լինեն։ Որ ասում եք գործակալ, որ պետություն չի ուզում, որ Ադրբեջանի հետ մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք։ Անունն այդ պետություն ասեք։ Դե օրինակ ասում են Ռուսաստանի ձեռքն։ Ռուսաստանը այսքան չի ուզում, որ Ադրբեջանի միջոցով ծորենա բերում, հա, որ չի ուզում չի բերի։ Դե ասում են դա էլ ունի իր միտումները Թրամփի աչքերին ինչ որտեղ շոյող գործողություն։ Մի վարքան։ Բայց սա 20 թվին ով է ստիպել Հայաստանին, որ 9-րդ կետ ստորագրեն։ 9-րդ կետը ինչ է նշած 9-րդ կետում։ Պետությունները խաղաղության պայմանագիր են ստորագրում, ճանապարհները բացում են։ Ռուսը ստիպել, ոչ թե մենք ենք ասել, արի սենց անենք։ Նախ եւ առաջ այդ բանը հայտարարությունը որ ստորագրել են իր կողմից։ Ինչ կապ ունի խոսքի օրինակ Սյունիքը Ղարաբաղի պատերազմի հետ։ Եվ Ռուսաստան, եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան պլանավորել են համատեղ այս պատերազմը։ Համատեղ են պլանավոր։ Ու պատերազմը չի եղել, ես միշտ ասում եմ, ու միջև 20 թվին եմ ասել գլխավոր շտաբում։ Ես ասեմ, որ պատերազմը չի լինելու Ղարաբաղի համար, պատերազմը լինելու Սյունիքի համար։ Հիմա ուզում եք ասել Հաջիևի ուղերձները, որ բերել են։ Հաջիև ինչ տանձնա կներեք, որ ինձ մեզ բանն է ուղարկում, մեսեջները ով է։ Չի լինելու պատերազմ։ Չի լինելու։ Մարդ գալիս ասում է, ես Գաջիևից մեսեջ եմ, Գաջիև ով է։ Ինչ տանձնա, որ Աստորեն տանձ է։ Տանձը, հա, բա ինչ ում համար։ Կարտյոնեմ ինքը փոքր մարդ չի այնտեղ։ Այսինքն օգնական նախագահ օգնական Ադրբեջանը ինչ է։ Այսքանն է քարտեզով սենց եք նայում։ Տեսեք դուք ասում եք Փաշինյանի համաձայնությամբ այս խումբը գնացել է Նիկոլ Փաշինյանի։ Այդ խումբը ով է։ Իր ստատուսը ովքեր են։ Ստատուսը այդ խումբին։ Ովքեր են դրանք։ Հիմա ինչպես է։ Մի բան։ Ես կարամ իմ հավաքարանն էլ ուղարկեմ, հետո։ Ինչ հիմա ուզում եք ասել, որ սրանք ոչ հետևողական եւ դրանք ոչ մի բան այդ դեպքում ինչի համար է։ Պրոպագանդա է։ Ինչի համար։ Պրոպագանդա ինչի։ Որ լավ ալներ, նայեք, դուք հասկանում եք դեպի մարին, ուրեմն նայեք։ Ինչ որ մեկը գնում է առանց ստատուով ոչ մի բան, նա խոսում է ինչ որ ինստիտուտի տոնորենն է։ Հետո, բայց խոսալու ժամանակ ես հասկանում ինչ մակարդակ ունեն քաղաքական դաշտում այդ մարդը, որ ասում է քաղաքական ապուշներ։ Քաղաքական ապուշը ով է, որ բան չի տենում, ապագան չի տենում, ինչ անելու հետո։ Հա, կարա, դուք եթե ստամոքսի մասն եք մտածում, հա, կարող է թե ստամոքսը մի քիչ լավ կզգա մի ժամ։ Բայց մեր երեխեք, մեր տորնիկներ ապրելու են Հայաստանում։ Ոնց է դուք մտածում, որ 300 տարի անցավ Թուրքիան շանս ունի, որ միանա Միջին Ասիայի հետ, Կենտրոնական Ասիայի հետ։ Ու մեզ թողել որ մենք հանգիստ շնչենք։ Ուզում եք ասել ինչի համար է պրոպագանդա, մեզ ինչին է նախապատրաստում։ Մենք էդի մեր ծրագիրը չի։ Այո, այդ Հայաստանի հետ կապ չունի։ Մտեք բրիտանական համալսարան 12-14 թիվ, ես մի քանի անգամ դրել եմ։ Մտեք ԵԱԲ-եր, այդ Եվրազիյский банк развития ԵԱԵՍ-ի բանն է։ Այդ քարտեզներ միջև Նիկոլը, միջև Սերժիկը դրած է եղել։ Այդ քարտեզները որ Նիկոլ Փաշինյանը մեզ ներկայացնում է խաղաղության խաչմերուկը վաղուց այդ բանկում դրած է 17-16 թվից այդ բանկի մեջ դրած է որպես ծրագիր
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես իրանց ծրագիրն է, բայց 12-14 թվում Բրիտանիայում, որ մենք այդ փաստաթղթեր ունենք, դու ես նկարագրել այդ բանը։ Նայեք, դեղ բան չկա, տարբերություն չկա դեղ։ Նայում ես, նույնը ինչ որ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն դրսից բերած ծրագիրներ են։ Դրսից։ Մտեք այդ ԵԱԲ-երը Հիմա սա ժողովրդին ինչով են կերակրում, փաստորեն։ ժողովրդին կերակրում են բան, լավ ալնելու տնտեսությունը կզարգանա, մենք պրոբլեմ չունենք, մեզ ասում են սև ծով կմտնենք, ժողովուրդ ջան, մենք սև ծով մտածենք, այնա Վրաստան կա։ Ինչի համար է այս ամեն ինչը, ավարտը ինչ է լինելու, դուք ինչ եք կանխատում։ Ավարտը շատ վատ ալնելու, մեր համար, եթե մենք ուշքի չեն գալու, էդի ռուսը մտավ իրան գլուխը կոխեց այդ տուրանի մեջ, մեզ էլ ձգեց ընդեղ, միջև ուկրաինական պատերազմը, ընկավ դեղ այս բանի մեջ, ոնց այդ բառը չեմ օգտագործում ինչի մեջ, սա հասկանում եմ ինչի մեջ ընկավ, իմա էլ չգիտի ոնց բիդ այդ բանից դուրս գա, արդեն դրանք են առաջարկում Ամերիկայում, այս բաները, որտեղ չեն ձգում, տնտեսությունը ջարդփուշուր է արված, իրանց մոտ, ջարդփուշուր։ Եթե հիմա ամփոփենք, այս նախաձեռնությունների իմաստը դուք չեք ընդհանրապես նախաձեռնությունները գտնում եք։ Դու մեր տարածքից դրադեն գնան։ Եվ այս նախաձեռնությունները ավելորդ ոչ մի բանակցները իրանց հետ, քանի որ մեր տեղեր կնստած են իրանց բանդերում, քանի դեր նստած են, քանի որ դեր գտնվում են մեր տարածքում, միջև չի դուրս գան, միջև չի բաց թողեն ոչ մի բանակցություններ։ Այդ թույլ պոզիցիա, հասկանում եք, դες ոչ ասում են ամեն անգամ ձախ կողմից չապալախ եք ստանում, աջ կողմից չապալախ եք ստանում, ելեք գնում եք բանակցում եք։ Այդ ինչ բանն է։ Նորմալ պետություն իրենց էս չի պահում։ Մենք Ուկրաինային նայեք, տհամ մարտիկ են, է։ Եկեք Ուկրաինային անդրադառնանք Կարճատև գովազդային դադարից հետո պարոն Պողոսյան, փաստորեն նախաձեռնության այս քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները ձեզ համար առ-ոչինչ են, քանի դեռ մենք իմ համար չի։ գերիներ ունենք 74% ազգը սենց է մտածում։ Ոչ մի խաղաղության պայման, ոչ Ադրբեջանի հետ, ոչ Թուրքիայի հետ։ Նման նախաձեռնություն։ Մենք պիտի պայմաններ դնենք, ոչ թե մեզ պիտի պայմաններ։ Ես հենց բան կա քաղաքացիության մեջ։ Պարիտետ պիտի դառնա։ Եթե պարիտետը չկա, մինակ ես ինչ որ ասում են դու անում ես, դու թույլանում ես օրից օր։ Դրա համար եթե Ադրբեջանն ասում ասեց, իրանց սահմանություն բանը, օրենքը ավելի վտանգավոր է մեր համար կամ մեր իրանց համար։ Մեր սահմանադրության մեջ ոչ մի բան չկա իրանց դեմ։ Իսկ դրանք էլ ասում են մեր ենթարկում ենք այն առաջի իրանց հանրապետությունը որ ստեղծել են 18 թվին սահմանադրություն օրենքին դա իսկ դեղ լրիվ ոտից գլուխ պահանջներ է մեր դեմ։ Լավ, կհետևենք այս զարգացումներին, ամեն դեպքում նոր է իրադարձությունը տեղ ունեցել, քննարկումներ կան, կհետևենք եւ ամեն դեպքում փորձենք այսօր էլ հասկանալ ռուս-ուկրաինական թնջուկը ինչպես է լուծում ստանալու։ Հարգելի հայրենակիցներ, գովազդ մեր եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար, հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում։
որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանը։ Պարոն Պողոսյան, ամփոփենք առաջին հարցը եւ խոսենք ռուս-ուկրաինական պատերազմը, ինչ առաջարկում Միացյալ Նահանգները եւ ինչ է լինելու։ Մեզ որ ներկայացնում է որպես ռևանշիստ, ճուզողներ, դա չէ։ Այն խաղաղության պայմանագիրը, որ ուզում է ստորագրի Ալիևը եւ Նիկոլ Փաշինյան, դրանք մեր պետության դեմ էսենց մեծ նռնակ են դնում, որ հետո պայթելու է։ Մենք էլ ասում ենք, չէ, այս ճանապարհով Հիմա ինչ որ կա, մենք չենք կարող խաղաղության պայմանագիր ստորագրել, ոչ թե չենք ուզում, ու մենք ասում ենք հարևանների հետ պիտի միշտ դժմանական հարաբերություն ունենանք։ Չէ, ես ասում եմ հակառակ։ Սենց պայմաններ ստեղծենք, որ 1000 տարի անցնի պատերազմ չի սկսվի։ Խոսքը օրինակ եմ, 1000 տարի պարզ է, գոնե մի 50 տարի, 100 տարի պատերազմ չի լինի։ Բայց ինչ որ դրանք են դնում այդ բանի մեջ, փայտելու է։ Որտեղ մենք sense չենք տողել այդ ամեն ինչը։ Այսինքն Հայաստանը էս պարտավոր, Ալեն Սիմոնյանն էլ ասում է 100 կիլոմետրից ավել մեր վերահսկության տակ է գտնվում, Պաշտպանության նախարարը ասում է, «Դու ամեն մեկը իրան»։ Ինչ որ ասում են, այլ ուրեմն հիմքեր ունի, որ ասում։ Չէ, բայց Պաշտպանության նախարարը ասում է, բան, չէ, լավ, այս անգամ լավ է ասել, ասում է ամեն մեկը իրան գործով պիտի զբաղվի, այսինքն Ալեն գործով զբաղվի, տեղից վերենգի։ Հա, բայց ասացել հիմքեր ունի, որ ասում են։ Ով։ Ալեն Սիմոնյանի համար, Պաշտպանության նախարարը։ Ահա, հիմքեր ունի, որ ասում է, դու գործ չուր ես մտնում, ես ոչ չեմ մտնում, Ժողովուրդ ջան, մենք ինչ ենք ասում։ Այն պայմանները, որ հիմա ստիպում են մենք ստորագրենք, հետագայում փայտելու այդ ամեն ինչը։ Հայաստանից ես ես ասում, այդ հարավային կողմը չի մնալու։ Թուրքիան չի տողել։ Առաջի անգամ Թուրքիան շանս է ունեցել, որ միանան Ադրբեջանի հետ, միջև Միջինասյան։ Այդ իրանց գաղափարն է, այդ պան-ասմանիզմը, պան-թուրքիզմը, Տուրանի պրոյեկտը, եթե դուք սովորական մարդիկ չեք հասկանում, միայն մտածում եք, որ Թուրքիայից ապրանք կա մտելու, այդ առաջ, երկրորդը, Ադրբեջան վտոյի մեջ մտած չի, այդ համաշխարհային արիվտորական կազմակերպության մտած չի, այսինքն ինքը բան չի, օրենքներ չունի, ինքը ուզում է նալոգները իջացնում է, բարձրացնում է, նույն տամոժնի հետ կապված իջացնում է, բարձրացնում է, ինքը ոչ մեկին չի ենթարկվում։ Այդ մոմենտին խոսքը օրինակ ինքը ապրանք բերում, իրանց բիզնեսի համար ասում է, խոսքը օրինակ այդ կարտոշկին ինչ արժի Հայաստանում։ Ասում ես 100 դրամ, ինքը ասում է 20-ով ծախեք։ Մենք էլ այդ վտոյի անդամն ենք։ Իրավունք չունես Պորշինը էս սենց դնես, իջացնես, բարձրացնես, էսյան էյա։ Նախ եւ առաջ երկրորդը մենք փորձ ունենք գնացներ գնաց եկել են նույն էկրաշարժի ժամանակ մենք հիշում եք այդ ցեմենտ են բերում ջուր են լցնում ձու են տանում ջարդում են չէ ապրանքը փչացնում են
այդ սա մենք անցել ենք ինչ մարդ որ պիտի բիզնեսով զբաղվի պիտի խելագար լինի արտադրության միջոցով գնա ամենակարևորը վերջում այս թեմայը որ փակեմ մենք դեմ չենք հարևանների հետ նորմալ ապրենք բայց ձև կա այդ սա պիտի հաշվարկվի ուզես չէ որ մեծ պահանջներ են դնում մենք էլ այդ պահանջները առաջ ենք տանում ինչ որ դրանք ուզում են երրորդը սև ծովը որ ցեզ ասում է դա սուտ բաներ են ցեզ առաջարկում մենք շատ հեշտ ճանապարհ ունենք Վրաստանից միջև Բուլղարիան եւ Ռումինիան նավով 2 օր ճանապարհ է ամենաիժանոց դաստակեք բանն է որ ապրանքը տանում ես էդի նավն է հետո գնում է գնացք հետո ավտոն հետո ինքնաթիռ 2 օր Բուլղարիան Ռումինիան խնդրեմ Հունաստան Եվրոպան բացում է ինչ անպայման հենց Թուրքիայի միջոցով մեզ տանում են Այնեն ես մի քանի օր առաջ երեք ցուցադրել այդ ցուցակը մեզ ուր են դնում այդ ոսկի օրդա են դնում Աֆղանիստան, Թուրքմենստան, Կազախստան, Կырգызստան, Բելարուսիան, Վրաստան, Աֆղանիստան, Կազախստան, Տաջիկստան Ես որ նայում եմ մենք երբեք այնտեղ չենք եղել ու երբեք իրանց հետ չենք եղել մենք սենց ասենք սենց եթե վերցնենք դարիներով այդ պատմությունը որ վերցնենք տաջիկներ հա մոտիկ են մեր հետ քանի որ Պարսկաստանի մեջ են եղել նույն ազգերից կամ Աֆղանիստան կամ խոսքը այս հալակարանք հասկանանք բայց Աֆղանիստանը չէ բայց Տաջիկստանը այո բայց մնացա Թուրքմենստան ուր մենք ուր Ուզբեկստան ուր մենք ուր Կազախստան ուր մենք ուր Կырգызստան ուս մենք դաժե Ռուսաստանը մենք չենք եղել վերջի 300 տարի մեզ կողել են Ռուսաստանի մեջ բայց մենք եղել ենք միջին ծովայի մեջ ենք եղել, չէ, Արումության մենք երբեք այնտեղ չենք եղել, մենք եղել ենք Սիրիայի մոտ, Լիվիայի մոտ, Իրաքի մոտ Վտանգը որտեղ եք տեսնում Վտանգը ես Դուք ամեն դեպքում թուրքալեզու պետությունների մասին եք խոսում Այո, նայ, այս սաղ պետություններ ռեսուրսների տնտեսություն ունեն, դրանք զարգացած չեն, ոչ տեխնոլոգիայով կոռուպացված երկրներ են, դիկտատուրայի մեջ են, չեն զարգանում շանսել չունեն զարգացնեն ու գնան առաջ, դրանք ապրում են ինչ որ հողը տալիս է, դրանով նույն Ռուսաստանը, նույն Կազախստանը, նույն Ադրբեջանը, չէ, ինչ որ տալիս է ու դրանով ապրում են, դրանք չեն զարգանում ու շանս չունեն, մենք շանս ունենք, մենք չպիտի մտնենք այդ Զալատոյ Արդայի մեջ, այդ մանգոլ տատարների մեջ Ես չեմ վիրավորում, այսինքն դրանք իրաց գաղափար ունեն, չէ, այս տուրանը սարքում են։ Ես ինչ կապ ունեմ, դուք ինչ կապ ունեք։ Մեր բանը, այնտեղ միջին ծովայում կամ Սիրիա, մեր տունը միշտ այնտեղ է եղել, այս կողմը։ Բայց այնտեղ էլ է աշխարհակաղակական ինչ որ արդեն փոփոխություններ են տեղի ունեցել, այդպես Ալթաթանի Աշխարհակաղակական, ես ասում եմ մենք դեղ ենք եղել։ Բայց այնտեղ երբեք չենք եղել։ Հիմա ինչ որ կապված Ուկրաինայի հետ ես ուղղակի ուզում եմ զգուշացնեմ, եթե դաժե այդ մարդիկ գնացել են եկել են ու փորձում են մեկին վիրավորել, շատ կոպիտ ձևով պատասխան են ստանալու։ Առաջ անգամ Armen Press-ում են ասել, Armen Press ոչ իրավունք չունի, պետական բանն է, չէ, կազմակերպությունն է։ Դուք իրավունք տալիս եք, մարդ գալիս է, մարդկանց վիրավորում է, գնում է։ Դե ուրեմն մյուս անգամ ես Armen Press-ին զգուշացնում եմ, մյուս անգամ 20 անգամ պատասխան եք ստանալու, իմ կողմից ավելի վատ։ Ու ավելի կոպիտ։ Ու ասում եմ մարդիկ, եթե գալիս եք ինչ որ դեհից, ուզում եք բան բացատրեք մեր ժողովրդին, նորմալ խոսացեք, դա դիսկուսիան է, չէ՞ կոչում։ Դուք ասում եք սենց, ես ասում եմ չէ։ Այդ չի նշանակում, որ ինչ որ մեկը դու իրավունք ունի մեկին ասա ապուշ։ Ապուշներին եկա։ Դա մեր եթերից էլ չենք ասում, հիմա մեզ մնացել է շատ քիչ ժամանակ։ Ուրեմն կապված Ուկրաինայի հետ, նայեք, մենք հասկանում ենք, որ առաջի այդ 28 առաջարկությունը, որ եղել է այդ պունկտերը Կետերը որ եղել է բան, մենք հասկանում ենք, որ երեք բացահայտել են գաղտնալսումներ ա եղել, Ուշակովը և Դմիտրիևին, ու դրանք շատ վախեցած են եղել, խոսում են վախեցած, հետո եղել է Ուշակովը ու Վիտկոֆին գաղտնալսումներ, բայց գիտեք Սամետ, այդ տեքստը որ նայում ես, կարդում ես Վիտկոֆին և Ուշակովին, դու հասկանում ես այդ մարդիկ շատ ցածր մակարդակ ունեն, իրոք ասում եմ, դուք որ կարդաք,
կհասկանաք, որ շատ ցածր մակարդակ է։ Դուք ես չէ ոնց ինչի մասին են խոսում, ոնց այսինքն Վույտկով Ուշակովին ասում է սենց, այդ Ռուսաստանի վարչության պետն այնտեղ այդ նախագահ աշխատակազմի վարչության պետն մեջազգային կապերի կապված։ Վույտկովին են ասում, ես թարգմանում եմ, էլի, թարգմանում եմ այդ խորի մաս եմ ասում։ Ինք ասում, քանի որ մեր նախագահն ապուշ է, ինքը սենց բառ չի ասում, ես ասում բացում եմ, էլի սենց գերեվեստական եմ ասում, սենց։ Ասում եմ իրեն ասում շատ օյակապ, դու միրատվորից ես խաղացում ես բերում, դու գերազանց ես, դու ինքը կհամաձայնվի։ Այսինքն, եթե ես երկու ղեկավար եմ, իմ աշխատողը մեկին ասում է, այս մարդը սենց է, իրան երկու քաղցր բան ասի, ապուշ է, կհամաձայնվի։ Բացի դրանից Տրամպը ասում է, ինչ է եղել, դա նորմալ ասում է, ասում են հա գաղտնալություններ կան, բայց Ռուսաստանից ինստրուկտաժ են ստացել։ Ասում են նորմալ բան է ինստրուկցիա որ ստանում են, հասկանում եք, ովքեր են այս ճանապարհ են բացում, այդ Տրամպի ճանապարհը, այդ մարդը բաշի չի հասկանում քաղաքականությունը ինչ է, Տրամպը։ Շատ հերու մարդ։ Հիմա ոնց է լուծում այս գաղտնալությունները։ Ոչ մի բան չեն լուծելու, այդ առաջինը։ Մանավանդ այդ գաղտնալություններ ով կարա, այդ շատ ուժեղ բան է, այդ կամ Ամերիկա Սրանք իրավիճակ են փոխելու կոնկրետ։ Նայեք, ես հալավոր Ռուսաստանի մասին ավարտեմ շատ կար։ Ուրեմն նայեք, սկզբից Ուշակովը եւ Դմիտրիևը իրար մեջ խոսում են, էլ անմակարդակ զրույցներ են տանում։ Հա, հետո Ուիտկոֆի հետ էլ նույն ձևի շատ ցածր մակարդակ։ Հետո որ գաղտնալություններ արդեն բացահայտում է Բլումբերգը տարածում է այս բանը։ Դմիտրիևը մի անգամից մտնում է այս X նախկին Twitter-ը։ Գրում է սուտա սենց բան չի եղել ֆեյք է։ Ուշակով ասում է հա դե կարող եմ լսեմ։ Ես Վույտկով հետ շատ եմ խոսում, երևի լսել են։ Նայեք, երկու մարդ նախագահ շտակազմից, որ հանրություն են ստացել բարձր մակարդակով բանակցություններ տանեն, չեն կարող իրար մեջ պայմանավորվեն։ Մեկ ասում է ֆեյք է, մեկ ասում է հա դե երևի թե լսել են։ Տրամպը համաձայնվում, մտնում է Մարինա Զախարովա, էլ ասում է ֆեյք է, որ սկսում եք բանակցություններ ֆեյք են դնում։ Հասկանում եք, այդ ինչ է նշանակում։ Արդեն այդ համակարգը Ռուսաստանում, այդ որ մենք միշտ մտածել ենք իբրև Ռուսաստան, այդ հոր համակարգը իրանց, որտեղ որոշումներ են կայացնում, չի աշխատում, ջարդ փուշուր արած։ 3 հոգի մարդ, թեկուզ չեն զանգել Վիտկոֆին, ասում են միջև վերջ կաղնենք, խոսքենանք կամ ասում ենք չէ, կամ եթե ասում ենք հա, բայց ոնց է ստացվել ու ինչ ենք խոսացել։ Ինչու համաձայնվել են, որ ասել են հա, որովհետև հաստատ գիտեն կարան էդ էլ դնեն, որ լսեն ինչ են խոսում։ Բայց այդտեղ մի հատ բան կա, այդ ինչ է նշանակում, մենք պիտի հասկանանք։ Այդ որ Ռուսաստանը սա ինձ ստիպում է բանարա, ճանապարհը բաց, մեզի սովորացնում է դասերա տալիս մեզ, հա։ Հիմա մենք տենում ենք, դրանք արդեն այլևս պատերազմը չեն ձգում, իրենց տնտեսությունը համարյա ջարդփուշուր արածա։ Համարյա դե։ Այն բաներ, որ դրանք առաջարկն, նայեք ինչ են առաջարկում։ Ասում է դուք ներդրումներ բերեք։ Այդ Խրիստո Գլազիվը ասեց, ճանաչում եք, լսել եք այդ ժուրնալիստ։ Ասում է դրանք ամերիկացիներին խնդրում են, ինչ որ 90 թվականներին սովետական միությունը որ փլզվեց, որ ամերիկացիք եկել են սկսել են ներդրումները, ռուսների վերցրել են, Ռուսաստանը դրել են իրենց գրպաններին։ Հիմա ռուսները նույն բանն են առաջարկում, ասում են, չէ մենք մեր տնտեսությունը զարգանում է, տեխնոլոգիան գնում առաջ։ Բայց գաղտնի բանակցությունների ժամանակ ասում են ներդրումներ բերեք, տեխնոլոգիա տվեք բանման։ Հիմա մեզ դաս են տալիս, ոնց մենք պիտի ապրենք ու մեր գլխին այդ ճանապարհ են բերել։ Այդ Ռուսաստանն է բերել։ Ու Տրամպը որ այս ճանապարհով, բացում է ռուսների համար անում։ Ոչ թե մեր համար։ Դրա համար ես ասում եմ, մենք շատ պիտի ուժ մտածենք, լրիվ ուրիշ ճանապարհներ կան։ Անպայման չի որ մենք սև մտնենք, պիտի մտնենք Թուրքիայի միջոցով, խնդրեմ Բուլղարիան, Ռումինիան։ Մենք Բուլղարիա ու Ռումինիայի պիտի լուրջ խոսանք, միգուցե իրանց սպորտերում ինչ որ բաներ բինանենք։ Հնդկաստանը հիմա շատ վատ է մեզ նայում։ Շատ վատ։ Որովհետև համարյա թե մենք մտնում ենք այս կոալիցիայի մեջ, որտեղ գտնվում է Պակիստան, Ադրբեջան, Թուրքիան, արաբական երկրներ, որ աշխատում են Հնդկաստանի դեմ, բայց այսօր միայն պետությունը, Ռուսաստանը էլ կողք կաղնած չի, միայն պետությունը, որ զենք, զինամթերք, ամեն ինչ անում է, քաղաքական առումով էլ, քաղաքական դաշտում, Հնդկաստանն է։
Ու ես եվրոպացիներին ասում եմ, նույն դեսպաններին եմ ասում, խոսում եմ իրանց հետ։ Ես ասում ուրիշ գաղափար։ Չինաստանը ծեր համար վտանգավոր է, մեր համար վտանգավոր է։ Այս ճանապարհը որ բացում եք Չինաստանն էլ է մտնելու, Ռուսաստանն էլ է մտնելու։ Ինչ եք առաջարկում։ Ես առաջարկում հետևալը։ Ուրեմն մենք ամեն ինչ պիտի անենք, քանի որ մենք մեր արտաքին գործերի նախարարությունը շատ թույլ վիճակում է գտնվում։ Կամ չգիտեմ, հրամաններ են ստանում ու ենթարկում են ինցիատիվա չունեն, ոչ մի բան չունեն, քննարկումներ եք առաջարկում։ Ես առաջարկում հետևալը, ես առանց իրենց ես աշխատում եմ, Հնդկաստանի դել եմ աշխատում, Եվրոպայի դել եմ աշխատում։ Ինչ պետք է անենք։ Մենք պիտի այս նոր ծրագիր, ամեն ինչ պիտի անենք, համոզենք Եվրոպային, որ Պարսկաստանից սանկցիաներ անպայման պիտի հանվի, անպայման։ Նոր ճանապարհը պիտի բացենք, չթողենք այդ Ռուսաստանի ինչ կուզենական այս ճանապարհով մտնի գնա դուրս գա նույնը Չինաստանը, Եվրոպան, Հնդկաստան, Պարսկաստան, Հայաստան ու մեր միջոց Վրաստան ու մեր միջոցով սենց գնում է։ Այս ճանապարհը կտրում ենք համ Թուրքիա համար, համ Ադրբեջանի համար։ Եթե Ադրբեջանը ու այդ միջինազիա պետությունների համար պետք է սևծով խնդրեմ, թող գնան դիմեն ռուսներին մտնեն Նովորոսիիսկը կամ մտնեն Բաթում Պոչի։ Մենք դեմ չենք, բայց մեր միջոցով։ Մանավանդ ես մեր կարճ բան ասում, ավարտում ենք։ Ուրեմն այդ որ ասում են, այս ճանապարհը ավելի ձեռնատու է ու կարճ է, ավելի իժան է ստացում, դա սուտ է։ Ավելի երկար է ստացում, կամ եթե մտնեն նույն Կազախստան, Պարսկաստան, Հայաստան, ավելի կարճ է ու ավելի իժան է ստացում, կարևոր ծովի միջոցով են բերում, գնացքը շատ թանկանոց բան է, հաճույքը, դրա համար ես ասում եմ, մենք պիտի աշխատենք նոր ճանապարհի իրա, այս ճանապարհը Թուրքիայի համար, ադրբեջանցիների համար չէ, ուզում են մտնեն Նախճիվան, թող խնդրեմ, Թուրքիայի միջոցով Վրաստան, Պարսկաստանի միջոցով այնտեղ, բայց չեն ուզում, վախում են Պարսկաստանից, եթե դու Պարսկաստանին կստուգի կնայի ամեն ինչ վախում են Պարսկաստանից, մեզ էլ ասում են դրանք թույլ են, ինչ կուզենենք կտանենք, ինչ կուզենենք կբերենք։ Դրա համար ես ասում եմ, ժողովուրդ, ստամոքսի մասին մի մտածեք տորնիկներ, երեխեք ապրելու են Հայաստանում, դա չէ։ Ապրելու ենք, պարոն Պողոսյան, դրա համար էլ պայքարում ենք, այնպես որ հետևենք զարգացումներին։ Դրա համար առաջարկում եմ մտածեք, որ չստացվի այդ բանը։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։